Արդյունքում, օվկիանոսն այլևս չի կարող արդյունավետորեն հեռացնել ջերմությունը երկրի ընդերքից կամ հարստացնել մոլորակը թթվածնով, ավելին, այն դարձել է ածխաթթու գազի հիմնական աղբյուր։ Որոշ տարածքներում CO2-ի արտանետումները արդեն գերազանցում են թթվածնի արտադրությունը։ Նույնանման միտում է նկատվում նաև անտառներում, որտեղ դրանք նույնպես սկսում են CO2 արտազատել։ Սա արմատապես փոխում է մոլորակի մթնոլորտը։ Այս փոփոխությունները փոխկապակցված են և կազմում են գլոբալ գործընթացի մի մաս, որը չի կարող առանձին դիտարկվել, միայն համապարփակ ռազմավարությունը կարող է պատշաճ ազդեցություն ունենալ։ Էկոհամակարգերի նման փոփոխությունները կարող են հանգեցնել նրան, որ օվկիանոսը CO2-ը կլանելու փոխարեն կվերածվի CO2-ի աղբյուրի։ Աղետալի սցենար, որն անդառնալի հետևանքներ կունենա երկրի վրա ողջ կյանքի համար, այն պայմաններում, երբ օվկիանոսն ու անտառները իրենց սովորական գործառույթները կատարելու փոխարեն սկսում են սրել ճգնաժամը։ Մենք կբախվենք ինքնաարագացող կլիմայական ճգնաժամի, որը պահանջում է հրատապ լուծումներ։